Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքը, այստեղ մեզ կարող եք եւ լսել եւ դիտել, տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եւ Facebook-յան հարթակը Հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում կարող եք մեզ միանալ live stream-ի տարբերակով եւ մեկնաբանություններում թողնել հարցեր, դրա հնարավորությունը կա, ես հետևում եմ եւ հետաքրքիր արդիական կարեւոր հարցերը կավելացնեմ իմ նախապատրաստածներին, ներկայացնեմ թե ում հետ ենք զրուցելու Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի նեոնատոլոգ Հասմիկ Կաղզվանցյանի հետ։ Ողջույն Հասմիկ։ Ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Նորածնային տարիքի մասին ենք խոսելու եւ սա շատ կարեւորվում է հատկապես շոկ եղանակին, բայց մենք ամենասկզբում կփորձենք հասկանալ թե որ հատվածը նկատի ունենք նորածնային տարիք ասելով, ընդհանրապես ով է բժիշկ նեոնատոլոգը, ինչով է զբաղվում եւ ինչ գործառույթներ է իրականացնում նորածնային առողջության շրջանակում։ Իսկ հաղորդման արդեն երկրորդ մասում կանդրադառնանք անպայման սաստիկ շոկերին, որովհետև գնալով շոկում է, չնայած մենք հիմա ամենասառը տեղն ենք համարվում, եթե տեսել եք համացանցում, Հայաստանը եւ այս շրջակա միջավայրը, չգիտես ինչ հրաշքով ավելի սառը կետեր են համարվում, քան օրինակ Եվրոպայում, որտեղ 40-ից 45 աստիճան շոկ է։ Բայց մենք փորձենք նաև հայ մայրիկներին եւ ընդհանրապես բոլոր մեծահասակներին, ովքեր առնչվում են նորածնային հատկապես տարիքի երեխաների հետ, օգնել չսխալվել, օգնել կանխարգելել խնդիրներ սաստիկ շոկի հետ կապված եւ հետևելով ձեր խորհուրդներին միգուցե շատ խնդիրներից զերծ մնանք։ Եվ այսպես, սկսենք նրանից, թե ընդհանրապես ով է բժիշկ նեոնատոլոգը, ինչ մասնագիտացում է սա եւ ինչ խնդիրների, այսպես շրջանակով եք դուք զբաղվում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նեոնատոլոգները բժիշկներ են, ովքեր զբաղվում են առողջ եւ հիվանդ նորածիններով։ Ինչու առողջ, որովհետեւ ցանկացած ծննդաբերության ժամանակ պետք է լինի նեոնատոլոգ, որտեղ ծնվելուց հետո անմիջապես երեխան տրվում է նեոնատոլոգին եւ երեխայի առաջի բժիշկը նեոնատոլոգն է։ Ծնվելուց հետո կատարվում է առաջնային զննում եւ տվյալ պահին որոշվում է արդյոք երեխան ունի որոշակի խնդիրներ թե ոչ եւ ունի մեր կարիքը աջակցությունը թե ոչ։ Եթե ամեն ինչ նորմալ է լինում, տրվում է մամային, մամայի հետ համատեղ կացության պայմաններում է եւ սկսում է արդեն խորհուրդները կրծքով կերակրման եւ հետագա խնամքի հետ կապված։ Եթե նկատվում է ինչ-որ խնդիրներ շնչառության հետ կապված կամ այլ ինչ-որ արատներ է դիտվում, տեղափոխվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ եւ սկսվում է ախտորոշիչ եւ բուժիչ հետագա քայլերը։ Ինչ ցուցիչներ եք ամենաառաջինը ստուգում, որն է հենց ամենակարևորը արգանդից երեխային հանելուց հետո սկսես։ Ամենաառաջինը պետք է երեխան ունենա 4 կենդանացնության նշաններ։ Առաջինը պետք է ճիչը լինի, սրտի բաբախը, շարժումները, տոնուսը։ Եթե դրանք բացակայում են, դա լրիվ այլ հարց է։ Եթե դրանցից որևէ մեկը կա, ուրեմն պետք է սկսվի վերակենդանացման միջոցառումները, եթե օրինակ ճիչը չկա, շնչառություն չկա, բայց կա սրտի բաբախ, պետք է սկսվի վերակենդանացման միջոցառումներ անպայման։ Այսինքն այս 4-ից ցանկացած մեկի արկայության դեպքում հույս, այսպես, եթե կարող ենք ընդհանուր ասել, հույս կա եւ պետք է աշխատել, դուք աշխատում եք հենց այդ ուղղությամբ։ Այս 4-ից որն է ամենակարևորը, կարող եք նշել, թե իրենք հավասարազոր են, կամ որի բացակայությունն է ամենամեծ խնդիրը, եթե կարելի է այսպես ասել։ Սրտի զարկերի բացակայությունը։ Եթե չունենք սրտի զարկեր, դա արդեն իսկ խնդիր է։ Բայց հնարավոր է աշխատել դրա հետ։ Փորձում ենք, այո։ Ինչու է երեխայի նորածնի ճիչը ամենաշատը կարևորվում։ Գիտեք, մենք ամենաշատ մենք դրա մասին լսում, ավելի քան սրտի բաբախը նույնիսկ։ Ներարգանդային կյանքում թոքերը լցված են ֆետալ հեղուկով եւ սիրտ-անոթային համակարգը այլ մեխանիզմով է աշխատում։ Ծնվելուց անմիջապես հետո պետք է լինի առաջնային ճիչը,
որի ընթացքում թոքերը կբացվեն եւ ֆետալ հեղուկը դուրս կգա թոքերից։ Եվ դա շատ կարեւոր է նաեւ սիրտանոթային շրջանառության փոփոխության համար։ Երբ որ ճիճը ուշանում է կամ դժվարացած է, դա բերում է հետագա լուրջ խնդիրների շնչառության հետ կապված։ Ունենք նորածնային տրանզիտոր վիճակ, հաճախաշնչություն, որը որ լինում է հիմնականում, երբ որ երեխաները ծնվում են 37-ից 38 շաբաթական հղիությունից, ճիճը ուշ է լինում կամ կեսարյան հատման ճանապարհով են ծնվում, նրանց կարիք է լինում օժանդակ օգնության։ Այսինքն իրան կարիք են ունենում ապարատների, թթվասնի եւ մեր օգնությանը։ Իսկ հնարավոր է, որ ճիճը այդպես էլ չգրանցվի, բայց ամեն դեպքում երեխայի հետ ամեն ինչ կարգին լինի։ Ճիճը չգրանցվի, մի քիչ հարաբերական է, պետքա որոշ ժամանակ հետո մեր միջամտությունից հետո գոնե ճիճը լինի։ Պետքա շնչառությունը սկսվի անպայման։ Այնպիսի մանիպուլյացիաներ է կանում։ Հա, եթե չի լինում, դա արդեն լուրջ խնդիր է եւ գնում է արդեն արհեստական շնչառության ապարատի միացնելու հարցին։ Եվ դուք նշեցիք նաև կեսարյան հատման դրվագը նորածնային առողջության համար, այստեղ մայրիկները էլի մտավախություն ունեն, որ բնական ճանապարհով ծնված երեխաները միշտ ավելի առողջ են, ավելի պաշտպանված են, քան կեսարյան հատման։ Այստեղ միֆեր կան, թե ճշմարտության հատիկ էլ կա։ Իհարկե, կեսարյան հատումը պետք է ցուցումներ ունենա։ Եթե կան ցուցում, չի կարելի տանել բնական ծննդաբերության։ Եվ նույնպես չի կարելի ցուցումների բացակայության դեպքում կատարել կեսարյան հատում, որովհետև բնական ճանապարհով ծնված երեխաները այդ ընթացքում ապրում են ստրես, որը որ շատ կարևոր է թոքերի հետագա զարգացման համար, որը որ նույնը չի, ինչը որ կեսարյան հատման ժամանակ է լինում։ Իսկ կեսարյան հատման դեպքում ինչ այլ թիրախային խնդիրներ կարող են առաջանալ բացի այս հատվածը։ Թե մնացածը ամեն ինչ նույնն է։ Մնացածը հիմնականում նույնն է, նաև այստեղ գալիս է թյուր կարծիք կա, որ եթե կեսարյան հատմով ծննդաբերություն է լինում, դա ավելի հեշտ է, իրականում ոչ, որովհետև դա բավականին լուրջ վիրահատություն է եւ հետծննդաբերական շրջանը նույնպես բարդ է, բարդ կտրվածք է, վերք է եւ դա նույնպես ցավոտ է, ինչը որ բնական ծննդաբերության ժամանակ կարող էր լինել։ Իսկ երեխայի առողջության համար միգուցե այստեղ է ավելի հեշտ, երբեմն մայրիկները թյուր կարծիք են ունենում, որ այդ սեղմվելու ճանապարհը, տրավմաներ ստանալու, դիրքի փոփոխության, բա որ սխալ դիրքով լինի եւ վնասվի երեխան եւ այլն եւ այլն։ Դե այդ ամեն ինչը ղեկավարվում է մանկաբարձ գինեկոլոգների կողմից եւ բնական ծննդաբերությունը նորածնի առումով ավելի նախընտրելի է, քան կեսարյան հատումը, որովհետեւ այդ ուղիներից անցնելու ընթացքում ինքը պատրաստ այդ ստրեսին եւ պետք է նրան այդ ստրեսը հորմոնների արտադրության համար շատ անհրաժեշտ է եւ հետագա արտաքին միջավայրին հարմարվելու առումով նույնպես, որովհետեւ ծնվելուց հետո ինչի ենք նորածնային շրջանը 28 օր համարում, որովհետեւ նորածինների ադապտացիոն հարմարվողականության ժամանակահատվածը մի ամիս է մոտավոր տևողությունը եւ նրանք այդ ընթացքում լուրջ փոփոխությունների են հարմարվում, լուրջ փոփոխություններ են կատարվում նորածնի հետ եւ այդտեղ էլ ինչ որ չափով օգնում է այդ բնական ճանապարհով ծնվելը։ Իսկ ճիշտ է, որ բնական ճանապարհով ծնվելիս երեխան նաև ձեռք է բերում շատ կարևոր մանրէներ, դիմադրողականություն եւ այլն, թե սա մի քիչ միֆի շարքից է։ Չէ, ասի որ հատուկ ինչ որ մանրէներ է ձեռք բերում, ոչ, ավելի շատ միֆի ժանրից է, բայց իմունային համակարգի ձևավորման, ելի եմ կրկնում, որ հետագա մեխանիզմների ձևավորման համար շատ կարևոր է նաև բնական ճանապարհով ծննդաբերությունը։ Այդ ստրեսը եւ հորմոնների հորմոնները, ինչպես նաև հենց առաջնային ճիճը շատ կարևոր է, որը որ բնական ծննդաբերության ժամանակ շատ ավելի արագ է լինում։ Եկեք անդրադառնանք նաև ամենահաճախ հանդիպող այն խնդիրներին կամ հիվանդություններին կամ ախտանշանների այսպես կոմպլեքսներին, որով երեխաները
մեր օրերում ծնվում են։ Օրինակ, ես շատ եմ լսում թթվածնային քաղցի, թոքաբորբով կամ թոքերի հետ կապված այլ խնդիրների մասին, որ հայտնաբերվում են անմիջապես հենց ծնվելուց հետո։ Ձեր փորձի ինչ է հուշում կամ վիճակագրությունը։ Հիմա բավականին շատ են ծնվում անհաս նորածինները ժամանակից շուտ, եթե 37 շաբաթականից շուտ ծնվում են, համարվում են անհասիկներ, նրանք կարիք են ունենում բժիշկների օգնությանը, օժանդակությանը, թթվածնային ապարատի հիմա հիմնականում նման դեպքերը ավելի շատ են լինում։ Ինչով է պայմանավորված, ինչ որ պատճառներ կան դուրս բերված, որ արտաքին գործոնների ազդեցությունը միգուցե եւ վարակները, որոնք որ մայրիկները հիվանդանում են ընթացիկ հղիության ընթացքում, արտաքին գործոնները կարող են ազդել եւ տեղի ունենալ վաղաժամ ծննդաբերություն, որ մեզ նեոնատոլոգներից համար շատ կարեւոր է իմանալ մայրիկը հղիության ընթացքում ինչ որ հիվանդություններով վարակվել է թե ոչ, որովհետեւ դա ուղիղ ձևով ազդում է նորածնի վրա եւ մեր հետագա բուժման վրա։ Այսինքն, եթե դուք նախապես իմանում եք, ավելի թիրախային մոտեցում եք կարողանում ցուցաբերել սա, այստեղ է մենք կարևոր։ հստակ կարող ենք իմանալ, որ հա ինչ որ ինֆեկցիա եղել է եւ դրա ֆոնին է, որ երեխան անհաս է ծնվել կամ հասուն է ծնվել, ունենում է ինչ որ խնդիրներ։ Եթե օրինակ երեխան ծնվում է հասուն, ունենում է շնչառական խանգարումներ, տեղափոխվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, մենք առաջինը կարող ենք գնահատել որպես տրանզիտոր տախիպնոե նորածնային հաճախաշնչության երևույթներ, որոնք որ ժամանակի ընթացքում 2-ից 3 օրվա ընթացքում պետք է անցնեն։ Բայց եթե ձգձգվող է լինում եւ ավելի խորանում է, դա խոսում է թոքաբորբի մասին։ Երբ որ մենք ունենում ենք անամնեզ եւ իմանում ենք, որ մայրիկը նախկինում հիվանդացել է, արդեն իսկ մտածում ենք, որ այստեղ ոչ թե նորածնային անցողիկ հաճախշնչություն է, այլ թոքաբորբը։ Եվ այդ ուղղությամբ ենք ավելի շատ մտածում, կարող է առաջնային պատկերը շատ նույնը լինել տարբեր հիվանդությունների ժամանակ։ Իսկ ինչ որ գործիքային հետազոտություններ նորածինների համար թույլատրելի են, այ տարբերակի ախտորոշում ունենալու։ Այո, իհարկե թույլատրելի են, բայց առաջին օրը շնչառական հիվանդությունների հետ կապված պատկերը հիմնականում նույնն է լինում, օրինակ կրծքավանդակի ռենտգենի ժամանակ։ Դա կլինի թոքաբորբ, թե հաճախաշնչությունը, եթե օրինակ ոչ լուրջ այլ խնդիրներ, պնևմաթորաքս կլինի, թե անհասների թոքեր։ Մենք հարց ունենք լսարանից, թե որ քաշը կամ հասակն է անհաս համարվում, այսպես է հարցը հնչում, եթե կարող ենք հիմա որևէ կերպ անդրադառնալ դրան։ Անհասությունը քաշով եւ հասակով չի, անհասությունը դա հղիության շաբաթականով է համարվում։ Այսինքն, եթե երեխան ծնվում է 37 շաբաթականից, հղիության 37 շաբաթականից շուտ, համարվում է անհաս։ Եթե 37 շաբաթականից եւ 40 շաբաթականի ընթացքում է ծնվում, համարվում է հասուն երեխա։ Եվ այստեղ քաշը հասունության հետ կամ անհասունության հետ կապ չունի։ Նա կարող է ծնվել հասուն երեխա, բայց քաշով լինել փոքր, դա այլ խնդիր է, դա անհասություն չի, դա ուղղակի նեարգանդային աճի դանդաղում է եղել։ Իսկ դա վտանգավոր է, թե դուք այդտեղ անելիք չեք ունենում Եթե մենք ունենք գրաֆիկներ, այդ գրաֆիկների ցուցանիշներին հետևելով ունենք հատուկ սահմաններ։ Եթե տվյալ սահմանից ցածր է լինում քաշը, որոշակի դեպքերում կարիք է լինում բուժման։ Հատուկ ցուցանիշներին հետևում ենք։ Եվ անհասության վերաբերյալ եւս մեկ հարց ունենք, շատ ուրախ եմ, շատ ակտիվ է լսանը, ապրեք, որ օրգան համակարգերն են թերի ձևավորվում անհասության պայմաններում, այսպես ամենաառաջինը։ Անհասության պայմաններում բոլոր օրգան համակարգերը թերի զարգացած են, բայց ամենակարևորը, որ ես կնշեմ, դա ուղեղն է, որը որ մեր համար շատ կարևոր է, նորածնի հետագա բուժման համար կարող են առաջանալ շատ լուրջ խնդիրներ ծնվելուց հետո, որոնք որ անվերադարձ են եւ մենք ոչ մի բան չենք կարող անել։ Առաջինը կնշեմ գլխուղեղը, հետո որ միշտ լինում են թոքերը, որը որ մենք աջակցում ենք հատուկ ապարատներով, բուժումներ ենք անում աջակցող, որպեսզի շուտ վերականգնվեն եւ կարողանան իրենք ինքնուրույն շնչել։
Որքան է հավանականությունը նեոնատոլոգների անհասության դեպքում բուժման արդյունավետության ապրելիությունը, եթե այստեղ կարելի ասել, լիարժեք արդեն իրական շատ հարաբերական է, կոնկրետ ինչ-որ ցուցանիշ չեմ կարող ասել, որովհետև կախված է թե քանի շաբաթականում է ծնվել, ինքը վաղ անհաս է, ծայրահեղ ցածր քաշով է, թե ոչ, մայրիկի հղիության ընթացքում ինչ-որ խնդիրներ եղել են, թե ոչ, ինֆեկցիաներ տարել է, թե ոչ, եւ դրանից հետո, ծնվելուց հետո անհասների կյանքում մենք հանդիպում ենք շատ լուրջ բարդությունների, երբեմն որոշների մոտ չի լինում, որոշների մոտ լինում է, դա շատ ինդիվիդուալ է եւ հստակ ինչ որ մի ցուցանիշ բերել, որ կարող ենք ապահովել օրինակի համար 90%-անոց ապրելիություն, այդպես չի, որովհետեւ մենք երբեք չենք իմանա ծնվելուց հետո ճանապարհը ոնց կտանի։ Կենթանի օրգանիզմ է եւ ուր կգնա, այսինքն այստեղ երաշխիքներից հնարավոր չէ ոչ մի կերպ երևի թե խոսել։ Եվ այսպես նորածնային տարիքը մենք համարում ենք մինչև 28 օրականը, կարող եք նշել հիմնական այն կանոնները, ինչ չի կարելի անել նորածնի հետ, այ մինչև 28 օրականը ընդունենք, որ հաճախ տարածված է մարդկանց մեջ եւ հաճախ դուք տեսնում եք, որ չեն հետևում կամ սխալ պատկերացում ունեն կամ էլի միֆերի մեջ են, այ մի 3 կետ գոնե նշենք։ Առաջինը, որ շատ տարածված է իրականում, որ ծննդատնից դուրս են գրվում եւ տանը հավաքույթ են կազմակերպում, դա ամենասխալ բանն է, որովհետեւ նորածինների մոտ առաջին 28 օրը նրանք շատ խոցելի են։ Իմունային համակարգը դեռ բավարար զարգացած չի եւ մարդաշատ տեղերում լինելը դա չի կարելի նորածնի հետ կապված։ Երկրորդ կետը, որ կնշեմ, տատիկ պապիկները շատ սպասում են բալիկը, որ տուն է գալու, գրկելու են, պաչելու են, բայց դա չի կարելի իրականում, պետք չի, եթե դիպչում են ծնողները պետքա, բայց եթե հարազատները ուզում են գրկեն, գոնե պետքա հիգիենայի կանոնները պահպանեն եւ ամեն անգամ պետքա լվացվեն, քանի որ նորածին մաշկը շատ զգայուն է ցանկացած ազդակին եւ այդ համբույրները կարող են վնաս հասցնել։ Շատ լուրջ դեպքեր կարող են լինել եւ մենք շատ հանդիպում ենք։ Հետո բերում են երևի թե այո հիվանդանոցներ արդեն գրանցված խնդիրներով։ Ինչ կասեք ջրի եւ սննդի հետ կապված սխալների մասին, որ այ հստակ չի կարելի մինչեւ 28 օրականում խիստ պետք է հետևել։ Նախ առաջինը ծնվելուց հետո մենք բժիշկներս միշտ խրախուսում ենք, որ պարտադիր պետքա կերակրվի երեխան կրծքի կաթով, պետքա կրծքով կերակրվի, քանի որ կաթը իդեալական սնունդ է նորածնի համար։ Ինքը շատ հեշտ մարսվող եւ ունի բոլոր անհրաժեշտ սննդանյութերը եւ հեղուկները եւ ամենակարևորը հակամարմիններ, որը որ նորածնին այդ առաջին մի ամսում շատ պետք է։ Եվ չունենք դեռ չկան ստեղծված նման կաթնախառնուրդ, որը որ 100%-ով բաղադրությունը նույնը լինի, ինչ որ կրծքի կաթինը։ Կրծքով կերակրման ժամանակ առաջինը որ կնշեմ, որ չի կարելի, դա ջուր խմացնելն է, որը որ հիմա շոկ պայմաններից նույնիսկ չգիտեմ, այնտեղ եռացրած, սառեցրած, որովհետև շոկ է, երեխային հերիք չէ կաթը, նույնիսկ այս դեպքում չի։ Նույնիսկ այս դեպքում, նույնիսկ շոկ պայմաններում, որ տարածված է, որ շոկ է, երեխային հեղուկ է պետք, ոչ, չի կարելի ջուր խմացնել, որովհետև ջրի պահանջը ինքը ստանում է կրծքի կաթի միջոցով։ Շոկ պայմաններում միգուցե երեխան ցանկությունը ավելի շատ լինի, կարողանաք ավելի հաճախակի կրծքի մոտեցնել, բայց հավելյալ ջուր տալ չի կարելի հաստատ։ Նույնը կնշեմ նաև, եթե կաթնախառնուրդ է կերակրվում բալիկը, չի կարելի ջրի քանակը ավելի շատ անել, այսինքն ավելի նոսր սարքել կաթը։ Քան նշված է օրինակ բաղադրում։ Ոնց նշված է, այդպես պետքա կանոններին հետևել եւ տալ։ Նաև հաճախ ասում են, եթե կաթնախառնուրդով է, օրինակ չի ստացվել կրծքով կերակրում է, այդ դեպքում առանձին ոչ կաթնախառնուրդի հետ պետք է ինչ-որ չափաբաժնով ջուր էլ տալ։ Որոշները շատ դա վիճելի հարց է, որոշները կողմնակից են ջուր տալուն, որոշները ոչ, բայց ես ինքս եւ Հայաստանում մեր ուղեցույցներով չի թույլատրվում ջուր խմացնել, եթե թեկուզ արհեստական կաթնախառնուրդ է կերակրվում երեխան։ Մենք խոսում ենք մինչև 28 օրեկան, այո։
Կարող եք նշել այդ դեպքում ինչով է այդքան վտանգավոր ջուրը, նույնիսկ մշակված, նույնիսկ եռացրած եւ այլն։ Ցանկացած դեպքում, եթե ջուր են խմասում բալիկին, ինքը արդեն իսկ հագենում է եւ ցանկություն չի ունենում կերակրվելու։ Այսինքն մենք այստեղ ունենում ենք, որ բալիկը բավարար քանակությամբ սնունդ չի ստանում, քաշը չի ավելացնում, ունենում ենք ջրազրկման երևույթներ։ Թվում է, թե պետքա ջուր խմացնել, որ չջրազրկվի, բայց լրիվ ստացվում է հակառակ պատկերը։ Լավ, հա, այստեղ մի քիչ պարադոքսալ է, Պարադոքսալ, որովհետև իրանք հագենում են, ցանկություն չեն ունենում, այլևս հնարավոր չի լինում կերակրել բալիկին։ Ինչու է շոկը հատկապես ռիսկային հենց նորածինների համար։ Մենք պարզ է, որ հասկանում ենք շոկը տարբեր տարիքային խմբերի համար շատ վտանգավոր է, հիմա խորամուխ լինենք հենց այս 28 օրերի մեջ։ Քանի որ նորածնային հասակը ինքը շատ խոցելի է, դեռ հարմարվողականության փուլի մեջ է գտնվում, դեռ օրգան համակարգերը զարգացած չեն, ջերմակարգավորումը բավարար զարգացած չի, նրանց համար շատ խոցելի է շոկ պայմանները, այսինքն նրանց մակերես քաշ հարաբերակցությունը նորածինների մոտ բավականին մեծ է եւ նրանք ուղիղ ձևով կապված են արտաքին միջավայրի ջերմաստիճանից։ Երբ որ արտաքին միջավայրը շատ տաք է լինում, նրանց մոտ գերտաքացում է լինում եւ նույնը հակառակը, եթե սառն է լինում, ջերմությունը իջնում է։ Նորածինների հասակում նորմալ ջերմությունը տատանվում է 36.5-ից 37.5-ի սահմաններում։ Եթե մինչև 37.5 է, դա նորմալ է։ Հիմա շատ են հանդիպում ծնողները միշտ գալիս են վախեցած, որ բալիկը ջերմում է, տաքություն ունի, հարցնում եմ ինչքան է, ասում է 37.2, 7.3, բայց դա լրիվ նորմալ է, մինչև 7.5 կարող են երեխաները ջերմություն ունենալ եւ դա նորմալ է։ Շոկի մասին է հատկապես շոկի մասին բոլոր պայմաններում, այո։ Եկեք խնամքին այսպես կետերով անդրադառնանք, արդյոք պետք է փոխվի օրինակ լողացնելու հաճախականությունը, ինչ որ նյութերի ընտրությունը, հատուկ ինչ որ նյութեր ներմուծել կամ զերծ պահել նորածին։ Նորածիներին պետք է լողացնել ամեն օր եւ լողացնելիս կապ չունի օրվա ժամը, դա կլինի երեկոյան, առավոտյան, կարևոր որ ով որ պետքա լողացնի, իրան հարմար լինի, ջուրը պետքա 37-ից 38 աստիճանի սահմաններում լինի, ջրի մակարդակը այնքան պետքա լինի, որ նորածնի մարմինը ամբողջությամբ ջրի մեջ լինի, բայց ոչ գլուխը, եւ տևողությունը մոտավոր 10 րոպե պետք է տևի լոգանքի։ Լոգանքից հետո պարտադիր պետքա զգուշությամբ չորացնել բոլոր ծալքերը, պարանոցը, աճուկային ծալքերը, ոտքերը, որից հետո պետքա հետևել, եթե նորածնի մաշկը ունի չորություն, կարող են օգտագործել խոնավեցնող քսուկներ, հիպոալերգեն, հատուկ նախատեսված նորածնային տարիքի համար, բայց պետք չի նորածիններին շատ ծանրաբեռնել քսուկներով, հիմա նաև դա շատ են կիրառում, որ խոնավեցնողներ, գելեր, յուղեր առանձին, հատկապես շոկ պայմաններում յուղեր չի կարելի օգտագործել։ Իսկ հենց լոգանքի ինչ որ նյութեր, այստեղ ջուր, սպարս, թե ոչ։ Սպարս, սովորական ջուր կարող են օգտագործել, շաբաթական 2-ից 3 անգամ կարող են օգտագործել գելեր, բայց ելի նախատեսված հատուկ նորածնային տարիքի համար։ Պորտի խնամքին էլ անպայման անդրադառնանք, սա ամենաէլի հաճախ հանդիպող խնդիրներից է, երբ ինչ որ բան սխալ են անում եւ այդտեղ առաջանում են բորբոքումներ։ Պորտի խնամքի հետ կապված լողացնելը ասեմ, որ կարող են լողացնել, եթե դեռ պորտիկը չի ընկել։ Մենք չունենք հակացուցում լողացնելու հետ կապված։ Կարող են լողացնել բալիկին, ուղղակի դրանից հետո պետք է անպայման չորացնել եւ մաքուր պահել պորտիկը եւ պամպերսը պետք է կապել պորտիկից ներքև։ Պորտիկի խնամքը այդքան է, պետք է 2 կանոն՝ մաքուր եւ չոր պայմաններ։ Հավելյալ յուղեր էլի մշակումներ պետք են։ Հին տարածված մեթոդները, որ պետք է գույն պարունակող ինչ որ երևույթներով մշակել, մեր բոլորիս հայտնի զիլիոնկան չի կարելի, քանի որ ինչ որ գույն է պարունակում, մենք հետագայում չենք կարող տեսնել, եթե ինչ որ բորբոքված կարմիրացատված կա, դա թաքցնում է պատկերը։ Եվ միայն բժշկի ցուցումով պետք է մշակեն 70%-անոց սպիրտով։ Արդյոք տակդիրները սաստիկ շոկին առաջացնում են խնդիրներ։ Դուք նկատում եք այսպիսի։
Սաստիկ խնդիրներ չի ասի, ուղղակի պետքա նույն ձև հիգիենայի կանոններին հետևել, պետքա շուշուտ փոխել տակտիրները, ամեն կերակրումից առաջ փոխել տակտիրը կամ եթե ավելի շուտ է կեղտոտվել, շուտ փոխել եւ լվացումներ անել ջրով, չի կարելի հոսող ջրի տակ, որովհետև հնարավոր է որ գեր տակացում լինի, ջուրը միանգամից սառչի կամ տաքանա եւ այդտեղ հնարավոր են այրվածքներ լինեն, դա նույնպես վերաբերվում է լոգանքին, որ լոգանքն էլ չի կարելի հոսող ջրի տակ անել։ Ինչը վերաբերվում է տակտիրներին, պետքա անպայման փոխելուց հետո լվանալ եւ չորացնել, անպայման չորացնել։ Եթե նկատում են, որ բալիկի մոտ կա թեթև կարմրածություն, կարող են քսել հատուկ տակտիրի համար նախատեսված քսուկներ, բայց եթե սկսում է կարմրածությունը ավելի խորանալ, ճաքեր են լինում, ավելի ցավոտ է լինում նորածնի համար, պետքա անպայման դիմեն բժշկի։ Շնորհակալություն, անպայման հասցնենք անդրադառնալ նաև քնելու սենյակային պայմաններին, հաճախ լսում ենք, որ որքան սառը այնքան լավ, որ քնելիս շոկը կամ տաքը այդքան ցանկալի չէ, նույնիսկ ձմռան համար, այստեղ ինչ է խորհուրդ տրվում, օրինակ, օթորակիչներ ենք ունենում, օդափոխիչներ ենք ունենում։ Սենյակի ջերմաստիճանը չի կարելի ոչ սառը լինի, ոչ շատ տաք լինի։ Պետքա օպտիմալ ջերմաստիճան կարողանան պահպանել 20-ից 23 աստիճանի պայմաններում պետքա լինի նորածնի սենյակը։ Եթե չի ստացվում այդ սահմանում պահպանել, կարող են օգտագործել օտորակիչներ, բայց օտորակիչները պետքա կանոններին հետևել եւ չպետքա նորածինը հենց օտորակիչի քամու տակ լինի։ Միջանցիկ քամիկ չպետքա լինի նորածնի սենյակում անպայման եւ կարող են օդափոխություն անել նորածնի սենյակը պարտադիր պետք է անեն ամեն օր 5-ից 10 րոպեով եւ պատուհանները կարող են բացել, դուռը բացել, բայց այդ ժամանակ նորածինը պետք է լինի այլ սենյակում, օդափոխությունը կատարվի, նորածնին հետ բերեն սենյակ։ Ինչը վերաբերվում է քնին, նորածնի մահճակալը պետքա ունենա չոր եւ կոշտ ուղիղ ներգնակ, չի կարելի մահճակալի մեջ լինեն բարձր, փափուկ խաղալիքներ, այլ ինչ որ աչքի ուլունք կամ չգիտեմ նման ինչ որ երևույթներ, օտար մարմիններ, որը որ շատ հնում տարածված է եղել, դա չի կարելի միանշանակ։ Եվ իհարկե հասցնենք նաև երկու հարցի անդրադառնալ, դա միջատների, մոծակների դեմ պայքարն է նորածնային տարիքում եւ մենք հարցել ունենք արևապաշտպան քսուկների հետ կապված, հիմա դա էլ շատ է քննարկվում, եկեք արևապաշտպանին դուրս հանելիս արևապաշտպան օգտագործել թե ոչ։ Նորածնին չի կարելի արևապաշտպան օգտագործել։ Նորածնին արևից պետքա պաշտպանել մեխանիկական ճանապարհով։ Այսինքն պետքա հագուստը լինի շատ բամբակյա, հանգիստ, թեթև հագուստ եւ կարող են երկարաթև հագցնել, ոտքերը փակել բարակ կտորով։ Այդ ճանապարհով պաշտպանելով ուղիղ ճառագայթներից, այո, գլխարկ պետքա լինի, որը որ էլի կպաշտպանի ուղիղ ճառագայթներից։ Արևապաշտպաններ չի կարելի օգտագործել։ Ու թերևս ժամեր կան, չէ՞, օրինակ ժամը 1-ից մինչև 4-ը ամենավտանգավոր ժամը 12-ից մինչև ժամը 5-ը 11-ից 5-ը ընկաժամնակահատվածը չի կարելի զբոսանք կազմակերպել։ Շոկ պայմաններում լավ կլինի մինչև կեսօր եւ երեկոյան ժամերին։ Ինչ անել միջատներ, մոծակներ, մլակներ, այսպես էլի նույնը կասեմ, որ պետքա մեխանիկական ճանապարհով պաշտպանել երեխաներին, պատուհաններին պետք է հատուկ ցանցեր լինեն, որպեսզի միջատներ, մոծակներ չլինեն սենյակում, չի կարելի սպրեյներ օգտագործել, չի կարելի յուղեր օգտագործել, ինչը որ դրվում է սենյակներում, էլեկտրական այդ միջոցները չի կարելի։ Որովհետև դրանք ազդում են նորածնի վրա եւ դեռ խոցելի շրջան է նրա համար։ Եվ իմ սիրելի թեմաներից մեկը քարսիթները։ Հա։
Հիվանդանոցից տանում ենք տուն կամ այդ 28 օրերի ընթացքում տեղափոխում ենք երեխային, կանոններ կան։ Իրականում դա շատ կարևոր հարց է եւ շատ լուրջ է, պետքա Համատարած բոլոր չի հետևում, ծնողները, այո, շատ լուրջ վերաբերվեն այս հարցին։ Առաջին իսկ տեղափոխությունը կատարվում է նորածնի ծննդատնից տուն գնալու այդ հատվածը եւ պետքա կազմակերպել միանշանակ անպայման քարսեթի կամ հատուկ նստատեղի միջոցով, չի կարելի քարսիտը նույնիսկ դնել դիմացի առաջին նստարանին, չի կարելի որ մայրը նստի գրկած պահի երեխային, որովհետև իրականում մենք շատ ունենում ենք այնպիսի դեպքեր, որ վթարներ են լինում, մեծահասակներին ոչ մի բան չի լինում կամ թեթե վնասվածքներ են լինում, բայց երեխաները, նորածինները շատ լուրջ վնասվածքներ են ունենում։ Այսինքն այստեղ երբ մամաներն ասում են ես չեմ վստահում քարսիթին եւ անպայման իմ գիրկը ամենաապահով տեղն է, սա չի աշխատում։ Չի աշխատում, ամենավստահելին քարսիտն է, որ պետքա բոլոր ծնողները ունենան, ովքեր որ երեխաներ ունեն։ Շնորհակալություն, հետևենք ձեր բոլոր ուղղորդումներին, զրուցեցինք Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի նեոնատոլոգ Հասմիկ Կաղզվանցյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, հետաքրքիր էր եւ շատ կարեւոր, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։